Երբ sense շուռ եկավ այս աշխարհը, ես չեմ հասկանում։ Ու ես եմ տարօրինակ, որ չեմ կարողանում հասկանամ ոնց կարա մարդու արժանապատվությունը, հիշողությունները ոտնատակ անել ու գնալ։ Նենց չի, որ ես սրա մասին եմ երազել։ Բայց հիմա հասկացել եմ, որ այն ինչը իմն է, պիտի միջև վերջ դեր կանգնի։ Ինչը քոնն է։ Քեզ երկու բան է մնացել, երկու հոգի, ընտանիքիցդ։ Բայց ոնց հասկանում եմ, մեծ ես կորցնում։ Էս էլի ընտրության ու որոշման հարցը ոնց 6 տարի առաջ էր։ Ուղղակի տարբերություն այն ժամանակվա հիմա ոչ դու ես երեխա, ոչ ես։ Ու էլի քո ընտրությունը ընտանիքը չի։ Ու հետո չասես, որ ես էգոիստ եմ։ Մի քո ձևը գիտես։ Հա? Ձևը գիտես։ Ասա ես էլ իմանամ։ Ինչ ուզում ես արա, բայց իմ հետ գործ չունես։ Բարի լույս։ Բարի լույս, Փալիս։ Եկա քո սենյակ, բայց այնքան լավ է, քնած որ չարթնացրեցի քեզ։ Հա, մամ ջան։ Երեք շատ ուշ էի քնել։ Ինչի։ Ֆիլմ էի նայում։ Ինչ լավ է, որ այսօր մեր հետ ես, պապ։ Ոնց որ հին ու բարի օրերում։ Այսօր գյուղ եմ գնալու։ Ուզում եմ Լուսիկին տենամ։ Հարևաններն ասում են, որ տնից դուրս չի գալիս։ Լինում են օրեր, որ տան լույսերը չեն վառվում, բայց գիտեն, որ ներսում է։ Զանգել ես։ Հա, 1000 անգամ զանգել եմ, բայց չի պատասխանում։ Այս պապային ինչ եղավ։ Թող վրամ։ Թող մենակ մնա։ Վերջին օրերը շատ ծանր են եղել պապայի համար։ Թե չէ մեզ համար ծանր չեն եղել, բայց ոչ մեկս տենց չենք պահել մեզ։ Մամա ջան, դրա համար էլ մարդիկ տարբեր են։ Հա, տարբեր են։ Պաշտպանում ես, հա, ես սխալ եմ։ Իսկ ես սխալ եմ։ Լավ, վերջացրեք մի հատ։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի։ Միկոն քնած է։ Միկոն տանը չի։ Ոնց տանը չի։ Լավ ուր է։ Առավոտ դուրս եկե գործերով։ Ես հեսա կզանգեմ։ Իսկ ինչի եք տենց անհանգիստ Միկոյի համար, ինչ-որ բան ա եղել։ Կարող է Միկոն նեղված է ձեզանից։ Երևի չէ։ Ես արդեն պետք է գնամ։ Իսկ Հայկ դու գործեր ունես։ Հա, քերի։
խանութի համար մի երկու տեղ պիտի մտնեմ։ Դե ուրեմն ես հեսա կասեմ, որ քեզ կգան կտալին։ Բայց պապ, Չի քննարկվում։ Մամ, ես այսօր ամբողջ օրը վրամի մոտ կմնամ։ Ապրես բարես։ Գիտես, մտածում եմ, եթե հերդ տունը չլիներ, կարելի էր Սոնային կանչել։ Վրամը հաստատ շատ կուրախանար։ Ինչ լավ է, մամ, որ հանուն ներախուտի երջանկության փոխել ես վերաբերմունքդ հարցերի հանդեպ։ Չեմ փոխել նարը։ Ուղղակի մտածում եմ, որ Սոնան անձամբ ոչ մի վատ բան չի արել մեզ։ Իսկ ես երբեք չեմ մոռանում այն մարդկանց, ովքեր թե լավ, թե վատ քայլեր են անում իմ երեխեքի հանդեպ։ Հատկապես չեմ մոռանում վատ քայլերը։ Դե լավ, դու սրանք դասավորի, ես գնամ պատրաստվեմ։ Բարև Նարե ջան, ես քեզ այսօր սպասելու եմ, կկարողանաս գալ։ Հա, կգամ հորքուր, հատկապես որ հիմա շատ ունեմ քո կարիքը։ Առավոտը բարի չէր Լիլիթի համար, ինչու է ջղայնացած Սոնա։ որովհետև նենց ես կողությամբ են տնից դուրս թողնում, ոնց որ լուրջ հանցագործեն։ Կամ էլ համաշխարհային աստղ։ Լավ է Լիլի։ Ասա պապ, Սոնա, Միկոն քո աշխատավայրի տարածքում է։ Քեզ է սպասում։ պապ, բայց ես մինչև ուշ երեկո գրանցումներ ունեմ։ Ոչինչ կսպասի։ Վերջացնես, քեզ կբերի տուն։ Լավ պապա ջան, ոնց ասես։ Երդվում եմ էլ ներվերս չի երիքում։ Ինտրիգը գցեց գնաց։ Ես սուրճ եմ դնում, հետ կգաս։ Ես ոնց արդեն պատկերացնում եմ, քո վրամի հետ հանդիպումները ավելի բարդանում են։ Հա, բարդանում են, բայց ամեն գնով ես գնալու եմ։ Ես էլ եմ գնալու վրամի մոտ։ Սոն, կներես, բայց պիտի ասեմ։ Միտեղ հարաբերություններդ լավացնում ես, միտեղ ավելի ես վատացնում։ Բայց պետքա մտածես, չէ՞ հորդ, աղբերներիդ մասին։ Էնպես չի, որ Հայկը նույն իրավիճակում չի։ Ինքն էլ Նարեին է սիրում։ Ինչի՞ ես Հայկի մասին այդպես արտահայտվում։ Դու չէիր ասում, որ Հայկի ու Նարեի մեջ ոչ մի բան չկա։ Լավ է Լիլիլ։ Հա, ես դեռ ջղայնացած եմ Հայկի վրա, բայց դա չի նշանակում, որ ամեն անգամ Հայկի անվան կողքը պետքա Նարեի անունը լինի։ Իրանք իրար հետ են։ Չգիտեմ։ Իսկ այն ժամանակ ավելի վստահ էիր ասում, որ չէ։ Նարե, ես գնում եմ։ Նարե։ Ինչ եղավ էս աղջիկը, այդքան էլ ասեցի, որ պիտի գնամ։ Ալո։ Սոնա ջան, բարև։ Բարև ձեզ։ Ոնց ես աղջիկս։ Լավ եմ, դուք ոնց եք։ Վրամից նորություն կա, ինքը ոնց է։ Հենց վրամի համար էլ զանգել եմ։ Ճիշտն ասած, գյուղ պիտի գնամ ու ունեն ստացվեց, որ վրամը մենակ է մնալու։ Կարող ես գալ։
Եթե չես կարող, ոչինչ, ուղղակի ճիշտն ասած, չեմ ուզում Վրամին մենակ թողնել, համել գործերս շտապ են, պիտի գնամ գյուղ։ Կգամ։ Հա, բայց հարմար կլինի։ Հա, կգամ։ Ապրես Սոնա ջան, դե ես դուռը բաց կթողնեմ, որ հանգիստ մտնես։ Չես ուշանա, չէ։ Չէ։ Էդ ուր ես գնում։ Լիլ, մի հարցով պետք է օգնես։ Ոյ մամա ջան, որ դու տենց սկսում ես խոսալ, ես արդեն վախենում եմ։ Վարոյի հարցով էլ փաստաբանը ամեն ինչ անում է։ Պատիժը ամենակարճ ժամկետով կտան։ Վայ ապրես քեր ջան։ Չես պատկերացնի ամեն անգամ ինչ մեծ բեռ ես դու գցում իմ ուսերից։ Հիմա միակ մտածմունքս հորս հարցն է։ Բայց ոնց որ այդ հարցի լուծմանն ենք մոտիկ անում։ Ինչ նորություն կա։ Նորությունն է, որ Լալան Հայաստանում է։ Ով։ Լալան։ Ոնց։ Հա, տեղը դեռ չգիտեմ, բայց կպարզեմ։ Եթե Հայաստանում է, իրան շատ հեշտ է գտնել։ Կօգնես չէ ինձ։ Հորքուր։ Հորքուր։ Չգիտեմ ոնց զգացիր, որ կարիքդ շատ ունեմ։ Հուսամ ոչ ոք չի կասկածել, ուր ես գալիս։ Չէ, ոչ մեկ ոչ մի բան չգիտի, հանգիստ եղի։ Նեղված ես։ Ես երեք աշխարհի ամենաերջանիկ մարդ էի զգում։ Իսկ այսօր ահա որ հուսահատված եմ։ Ինչի՞։ Հայկը ինձ երեք առաջարկություն է արել։ Ես քեզ պատմել եմ Սոնայի ու Վրամի մասին։ Սոնան արդեն հանգիստ մեր տուն է գալիս։ Մաման հետը լավ է, բայց այսօր մաման ակնարկեց, որ եթե անգամ Սոնային ընդունի, Հայկին երբեք չի ընդունելու։ Հայկը Կարոյին է սպանել, Նարը։ Պապան էլ Հայկի հորն է սպանել։ Բա եթե այդքանը հասկանում ես, ո՞նց ես թույլ տվել, որ ամեն ինչ սրան հասնի։ Որովհետև ես շատ եմ սիրում Հայկին։ Շատ։ Ու ինքն էլ ինձ։ Բացի քեզանից ուրիշ ոչ մեկ Հայկին այդ մասին չի ասի։ Ես հենց դրա համար եմ եկել։ Ու հորքուր ես ու Հայկը իրար շատ ենք սիրում։ Ու երկուսս էլ գիտենք ինչ կլինի, եթե հանկարծ Հայկը իմանա։ Մենակ հարցը սիրելը չի։ Դու հասկանում ես Հայկը կկործանվի։ Դու գիտես թե ինչ կանի։ Շատ եմ խնդրում հասկացի ինձ։ Հասկանամ։ Իսկ դու հասկանում ես, որ ես հենց դրա համար եմ վերադարձել։ Քեզ ժամանակին չեն լսել։ Չեն թողել, որ երջանիկ լինես։ Ես հիմա շատ եմ խնդրում, որ գոնե դու ինձ հասկանաս, որովհետև հիմա նույն ձև ուզում են իմ հետ վարվել։
Հայկն Աշոտի տղան է։ Իսկ Աշոտն իմ կյանքում շատ կարևոր մարդ էր։ Հայրդ Աշոտի հետ շատ սխալ վարվեց։ Հիմա դու նույնն անում ես Հայկի հետ։ Հորքուր, Ինչն արե։ Ինչ էիր սպասում, որ պիտի ասեմ գնա ու պայքարի քո սիրո համար։ Չէ, Նարե, սիրուց շատ ավելի կարևոր բաներ կան այս կյանքում։ Օրինակ, արդարությունը։ անգամ եթե այդ արդարությունը իմ երջանկությունն է խլելու։ Հա դու պատրաստ ես իմ երջանկությունը զոհել, ինչա թե Հայկը իմանա։ Տես ինչքան են լրջացել մեր հարաբերությունները։ Այս ուղղակի մանկական խաղեր չեն։ Մենք շատ ենք սիրում իրար։ Դու ասում ես, որ Աշոտը քո համար կարևոր մարդ էր։ Իսկ Աշոտի տղայի երջանկությունը քո համար կարևոր չի։ Պատրաստ ես հանուն ճշմարտության զոհել։ Եթե անգամ ես չասեմ, մեկա իմանալու։ Քեզ համար այս դեպքում ինչ տարբերություն թե ումից կիմանա։ Քեզ համար պիտի որ տարբերություն չլինի։ Իսկ այ ինձ համար, Նարե, շատ կարևոր է, որ այդ ճշմարտություն ասողը հենց ես լինեմ, որովհետև ես միակ մարդն եմ, ով այդ ճշմարտությունը չի աղավաղի, չի ձևափոխի ու չի ներկայացնի իրեն հարմար տեսանկյունից։ Անգամ եթե այդ ճշմարտությունը երկու հոգու երջանկությունը գողանալու, Անգամ եթե կներես, որ քո պատկերացրած ռոմանտիկ, էմոցիոնալ ու կարեկից հորքուրը չեմ։ Կներես, որ քեզ չեմ խոստանում, որ պիտի լռեմ ու գնամ այնտեղ, որտեղից եկել եմ։ Չեն արե։ Ես մի բանի համար եմ եկել։ Ու այդ ճշմարտությունը ասելն ու արդարություն հաստատելն է։ Ես անձամբ Հայկին չեմ փնտրելու, բայց չեմ էլ թաքնվելու, երբ տեսնեմ, որ ինքն է ուզում ինձ գտնել։ ինձ թվում էր կհասկանաս ինձ։ Հասկանում եմ, բայց դրանից իմ պատասխանը չի փոխվում։ Քշվել ես Սոնա։ Լիլ, խնդրում եմ, դու որ ասես Միքոին հաստատ ինքը կգա քեզ կօգնի։ Ուղղակի պետք է ասես, որ, չգիտեմ, տնցիդ ինչ որ բան է պետք տեղափոխել կամ տատիկիդ մոտ պետք է գնաս, լավ չի։ Հետո։ Եթե դու ասես Միքոին հաստատ կգա ինքը։ Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչի ես այդ հանձնարարությունը հենց ինձ տալիս, ու հենց դրա համար էլ չեմ անի։ Սոնա, հերիք է։ Ես չեմ պատրաստվում խաղալ այդ մարդու զգացմունքների հետ ու առիթից օգտվել։ Ու ընդհանրապես դու շատ փոխվել ես։ Չես զգում մենք քո պատճառով անընդհատ սուտ ենք խոսում, տենց ճիշտ չի։ Ես ուրիշ տարբերակ չունեմ, ուրիշ ելք ինձ չեն թողել։ Քեզ թվում է այս ամեն ինչի ինձ ա դուր գալիս, ասեմ որ չէ։ Լիլ, մի բան կասեմ, որից հետո ինձ թվում է դու կհասկանաս ինձ, բայց նախապես կներես։ Ուղղակի
Ես էլ Հայկն էլ Ադամյանի ենք սիրում, բայց Հայկը անում է այն ամենը, ինչ որ ինքն է ուզում, իսկ իմ սերը դարել է դարի հանցանքը։ Դիտավորյալ ես անում։ Չէ, Լիլ։ Դու գիտես, որ իմ համար շատ կարևոր մարդ ես, որ այս պայդրությամբ ես էլ ոչ մեկի չունեմ իմ կողքին։ Դու միակն ես, ում կարամ ինչ-որ խնդրանքով դիմեմ։ Ուղղակի ես պետք է գնամ Վրամի մոտ, ու ինչ է լինի գնալու եմ, թեկուզ պետք լինի պատուհանից կփախնեմ, բայց պետք է գնամ։ Դու գիտես Վրամի վիճակը ու ամեն րոպեն շատ կարևոր է։ Դու չես էլ պատկերացնում, թե ինչ վատ դրության մեջ ես ինձ դնում հիմա։ Լիլ, պատկերացնում եմ, կներես ինձ։ Բայց խնդրում եմ, որ ինձ օգնես։ Հա, բայց ես ինչով պետք է քեզ օգնեմ, ես չեմ կարող սուտ խոսամ։ Մի բան կա մտքիս։ Ոյ, Աստված ջան, որ մեղքիս համար, վա։ Լիլի, Բարև, Նիկո։ լավ չես։ Չէ, ինձ թույլ եմ զգում, մի քիչ լավ չեմ զգում ինձ։ Բա ինչ ես դուրս եկել, ներս գնա։ Թույլատվություն եմ վերցրել, որ գնամ տուն։ Դե Սոնային ասա թող գա հետդ։ Չէ, Սոնան մինչև ուշ գիշեր պետք է աշխատի, որ իմ հաճախորդներին էլ սպասարկի։ Հասկացա։ Դե լավ, արի ես քո համար տաքսի կանչեմ։ Չէ, պետք չի, ես կգնամ։ Ոյ, լավ չեմ զգում ինձ։ Սպասի շտապօգնություն կանչեմ։ Չէ, պետք չի, ես ինքս կգնամ։ Ինչի։ Որովհետև ես այդ շտապօգնության մեքենաներից ֆոբիա ունեմ։ Ոյ։ Լիլ, դե լավ չես։ Չէ, Սոն, լավ չեմ զգում։ Մի քո Լիլիթին տուն կտանես։ Պետք չի, ես ինքս կգնամ։ Իսկ կարողա գնանք բժշկի։ Դե չէ, Լիլիթի մոտ նման բաներ շելի են եղել։ Դե ուղղակի որ ինքը դիետաներ է պահում, դրա պատճառով սենց բաներ լինում են։ Նույնիսկ մի անգամ ուշքն է գնացել։ Մի քո խնդրում եմ էլի, դու կտանես Լիլիթին տուն, ես պետքա դեռ գրանցումները զանգեմ Լիլիթի կամ փոխեմ կամ էլ տեսնեմ ինչ կարող եմ անել, մինչև իր մոտ գամ։ Խնդրում եմ, միակ հույսս դու ես։ Լավ, Ինչ ես անում։ տուն եմ քեզ տանում։ Ալո, Ոնց ես։ լավ եմ։ Ես ինչ սիրուն ես։ Ուղղակի ես ասում։ Ես երբ եմ ուղղակի ինչ որ բան ասել։ Բա ինչ ես անում այգում մենակ։ Դե դուրս եմ եկել մի քիչ քայլելու։ Համ էլ ուզում էի ինքս ինձ հիշացնել, որ երեկվա հեքիաթի հերոսուհին ես եմ եղել։ Բայց մի րոպե, դու որտեղից գիտես, որ ես այգում եմ։ Ալո։ Հայկ։ Ո՞նց տեղ հայտնվեցիր։ Ո՞նց իմացար տեղս։ Ուրախ չես։ Ոչ թե ուրախ չեմ, այլ երջանիկ եմ։ Ասում ես չես հավատում, որ դու ես եղել երեկվա հեքիաթի հերոսուհին։ Ես աչքիս առաջ եմ պահում, որ ապացույց լինի։ Բա ուր եք գնացել։ Դե դուրս եկել մի քիչ բացնելու, համ էլ մտածեցի երկու խանութ կմտնեմ։ Նո լավ ես արել, նես չի որ ասում եմ ինչ ես դուրս եկել, ուղղակի ուզում իմանամ որ ես գնացել, նորմալ է չէ։ Ցուրտ է չէ՞ մի տեսակ։ Ուզես գնանք միտեղ մի տակ բան խմենք։ Գնացինք։
Բարև ձեզ։ Քեզ ով է թույլ տվել, որ ոտք տնես իմ տուն։ Դու ինչ գործ ունես իմ տանը։ Ես ուղղակի գիտեի, որ Վրամը տանը մենակ է։ Դրա համար եմ եկել։ Ուղղակի Սոնա։ կներեք, Վրամը ինձ է կանչում։ Ինձ թված էլ չես գա։ Ինչի պետքա չկայի։ Ես գալու եմ այնքան, մինչև դու սկսես գալ իմ հետևից։ Դու հավատում ես, որ տենց որ գալու է։ Ես քեզ եմ հավատում։ Ես գիտեմ, որ իմ Վրամը եթե մի բան ուզում է, ամեն կերպ հասնում է դրան։ Շատ մեծ կարծիք ունես քո Վրամի մասին։ Դու իմ Վրամին ոնց հասկանում եմ, լավ չես ճանաչում, հա։ Իսկ իմ Վրամը հաց կերել է, թե սպասել է մինչև որ գամ։ Սոնա ջան, մի անգամ մի խելացի մարդ ասել է. Եթե մի հարցի պատասխանը գիտես, ուրեմն էլ մի տուր։ Լավ, դե ուրեմն ես գնամ հաց բերեմ քեզ, լավ։ Մի քիչ մնա կգնաս, հա։ Ուզում եմ քեզ գրկեմ։ Վրամ հիմա գնամ ուտելու բան բերեմ, խոստանում եմ հետո էլ չեմ գնա, բայց սոված փորին դա խմել չի կարելի։ Լուրջ եմ ասում, այսքան ասածներիդ մեջ մենակ լսեցի, որ էլ չես գնալու։ Սիրում եմ քեզ։ Այս դու ես պատրաստել։ Հա, կներես, որ ձեր տան խոհանոցի դարակների մեջ եմ մտել։ Ուղղակի մտածեցի կօգնի։ Միշտ տատիկս էր իմ համար թեյ պատրաստում։ Կապ չունի, փորս էր ցավում, ջերմություն ունեի, թե գնդակ խաղալիս ընկել ոտքս էի կոտրել կամ վնասել։ Միշտ մեկը թե էր տալիս։ Ապրես։ Լիլիթ, մի հատ բան հարցնեմ էլի քեզ։ Դու իրոք է դիետաներից ես պահում։ Դե հա, բոլոր աղջիկներն էլ պահում են։ Բայց ինչի, դու սիրուն ես։ Լուրջ դու տենց ես մտածում։ Հա, Ապրես։ Իրականում ես էլ չգիտեմ ինչ եմ պահում։ հիմա արդեն լավ ես։ Ես չէ, ինձ ուղղակի թվում է անընդհատ գլուխս պտտվում է։ Բայց եթե դու ուզում ես գնաս, կարաս գնաս։ Չեմ ուզում գործերիդ խանգարեն։ Չէ, դե օքեյ, սենց չեմ թողելու։ Կմնամ մինչև լավ զգաս քեզ։ Եթե իհարկե դու չես նեղվում, որ քո տանն եմ։ Ես ինձ ավելի վատ եմ զգում, երբ որ մտածում եմ քեզ նեղություն եմ տալիս։ Չէ, ոչ մի նեղության խնդիր չկա։ Բայց դու մենակ չես, չէ՞ ապրում։ Դե մամաս մեկ-մեկ գալիս է մոտս, բայց ընդհանրապես մենակ եմ ապրում։ Մի վախեցի, առաքիչն է։ Ուտելիք եմ պատվիրել։ Ինչի համար։ Ուրեմն այսօրվանից մոռանում ես այդ դիետաները ու սկսում ես նորմալ սնվել։ Լավ գնամ դուռը բացեմ, քանի առաքիչը չի գնացել։ Ոնց որ էլ չենք թաքնվում, հա։ Վախենում ես։ Չէ։ Ես երբ որ քո հետ եմ, ոչ մի բանի չեմ վախենում։ Ասում եմ, չէ։ Քո հետ ես ինձ հեքիաթի աղջիկն եմ զգում։ Գիտես, ուղղակի
բոլոր հեքիաթների վերջում միշտ բարին հաղթում է չարին։ Իսկ մենք արդեն չափից շատ մեծ ենք, որ հեքիաթներին հավատանք։ Երևի այն օրվա մասին ես մտածում, որ պիտի մի օր ամեն ինչ թողնես ու հետս գաս։ Բայց դե մենք մեղք չունենք։ Մենք ինչ իմանանք, որ կյանքը երկուսիս համար էլ սենց ընտրություն է բերելու ու սենց ընտրության առաջ կանգնացնելու։ Հայկ, եթե ես այս կյանքում 1000 անգամ ընտրելու հնարավորություն ունենամ, ես 1000 անգամ էլ քեզ կընտրեմ։ Բայց դու Ինչը չես շարունակում, բայց ես ինչ։ չգիտեմ։ Չես վստահում ինձ։ Վստահում եմ, շատ եմ վստահում։ Ուղղակի երբ որ մարդ սիրում է ու երջանիկ է, միշտ վախենում է կորցնելուց։ Ու այդ ժամանակ ինչ-որ տարօրինակ մտքեր են առաջանում։ Այս աշխարհում ինչ ուզում ա լինի, իմ սերը քո հանդեպ չի փոխվելու նարը։ Երբեք։ Ու ես քեզ սիրելու եմ նենց, ոնց միշտ սիրել եմ։ Ես չեմ ուզում անընդհատ խոսամ, համոզեմ, որ հավատաս ինձ։ Այդ խոսալը իմ մոտ մի քիչ լավ չի ստացվում, բայց ես իմ ամեն խոսքի ու ամեն ասածի արժեքը շատ լավ գիտեմ ու հասկանում եմ։ Դու իմ նարեն ես ու ես միջև իմ կյանքի վերջի շունչը քեզ տերեմ։ Ինձ այս պատմության ամենալուրջ ու կարևոր քայլից մենակ հետապահում հորքուրիդ հետ հանդիպումը։ Բայց հենց ես ու դու ստեղից կգնանք նարը, էլ մեզ ոչ մի հետպահող բան չի լինի։ Ու ամեն ինչ երկուսիս համար էլ պարզ կլինի։ Չպիտի լինեն կիսատ թեմաներ։ Ու մնում է, որ դու ճանապարհի կեսից հետ չկանգնես ու չվախենաս։ Եթե դու իմ ձեռքը բաց չթողնես, ես քեզ խոստանում եմ, որ ես երբեք քո ձեռքը բաց չեմ թողնի։ Ինձ թվում էր, որ դու ինձ վստահում ես լրիվ։ Ալի այն ասած վատ մտքերն էին։ Իսկ հորքուրդ քեզ չի զանգել, չի գրել նարը։ Չէ, տեղեկություն չունեմ։ Ամեն ինչ լավ է լինելու։ Քիթդ մի կախի։ Մի րոպե սպասի։ Ներող եղիր աղջիկ ջան, քեզ հետ կոպիտ խոսեցի։ Սովորաբար ես իմ տան հյուրերին լավ եմ դիմավորում, իսկ դու իմ տան հյուրն ես, հատկապես որ իմ տղայի սիրելին ես։ Ցանկացած ծնող իր զավակի երջանկությունն է ուզում, ես նույնպես։ Հասկանում եմ, զարմացած ես, բայց մեր մեծերի սխալների համար դուք չպիտի պատասխան տաք։ Հատկապես, երբ դուք որևէ կապ չունեք այդ ամեն ինչի հետ։ Ուզում եմ իմանաս, որ իմ տան դռները միշտ բաց են քո առաջ։ Երբ ուզում ես արի, մի օրով կգաս, թե կգաս տղայիս հետ կյանք ապրելու, միշտ իմացի, տանս դռները բաց են։ Լավ։
Ինչ էր։ Վրամ լսի մի բան ասեմ, չես հավատա։ Ես որ շոկի մեջ եմ։ Սոն ինչ է եղել։ Նոր պապայիդ հետ էի խոսում։ Հոգեզ նենց բան չի ասել, որ Չէ, ասում եմ, չես հավատա։ Լսի, Սոնա, ես հիմա ինձ աշխարհի ամենավատ մարդն եմ զգում։ Ես չեմ ուզում խաղամ Միքոյի զգացմունքների հետ։ Ուր ես, շուտ հայտնվի, խնդրում եմ։ Ու այս ներկայացմանի ես վերջապես վերջ տամ։ Հա, ոնց եղար։ Դեռ մի քիչ թույլ եմ ինձ զգում։ Լիլիթ մոտս մի հատ հարց է առաջացել, ոչինչ որ տամ։ Հա, ասա։ Դու այդ ինչ դիետա ես պահում։ Ինչ տարօրինակ հարցեր ես տալիս, ինչի դու ես ուզում պահես։ Դե եթե այդ դիետան 3 տեսակի տորթերով կամ քաղցրավենիքներով է, հա, ինչի՞ չէ որ։ Չհասկացա քեզ։ Դե դու ասում ես որ մենակ ես ապրում։ Ես է ուտելիքները տարա որ տեղավորեմ սառնարանում, տեսա այդ ամեն ինչը։ Շատ ուժեղ դիետա ես պահում, գիտես չէ։ Իսկ կարող է հիմա գնանք ձեր գործի տեղ, տենանք Սոնան էլի դեղատուն է գնացել։